Երբ նա 6 տարեկան էր, հայրը նրան տվեց մարիխուանայով ծխախոտ, իսկ 28-ում նրան առաջադրեցին Օսկարի։ 31 տարեկանում նա արթնացավ բանտում իր իսկ արյան մեջ։ Նրա վրա հարձակվել էին մյուս բանտարկյալները։ Նրան ազատ արձակեցին, բայց որոշ ժամանակ անց նորից ձերբակալեցին թմրանյութերի պատճառով։ Իր վարքագծի պատճառով նա չկարողացավ ընդունվել ոչ մի պրոդյուսերական ընկերություն։ 2003 թվականի հուլիսի 4-ին նա որոշեց դեն նետել բոլոր թմրանյութերը։ Որոշ ժամանակ անց նա սկսեց լույս տեսնել թունելի վերջում։ Այդ ժամանակ Marvel ստուդիային դերասան էր պետք երկաթե մարդու կերպարի համար։ Սկզբում նրան հրավիրելու ցանկություն չկար թմրանյութերի պատճառով, բայց ի վերջո պայմանագիրը կնքվեց։ Նա դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը, խաղաց երկաթե մարդու դերը 10 ֆիլմերում և կուտակեց ավելի քան $300 միլիոն կարողություն։ Սա Ռոբերտ Դաունի կրտսերն է։ Միացիր 23,000-ից ավել թիմին և զարգացիր ամեն օր։